Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա ընթացքում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Ներքաղաքական դաշտը փոթորկված է, բոլորը քննարկում են իմպիչմենտի թեման, գարնանային հետագա գործողությունների թեման, սրբազան շարժման վերակենդանացման մասին են խոսում այս օրերին, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր այս շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները եւ մասնավորապես բնականաբար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցելությունը, երկօրյա այցելություն տեղի ունեցավ, իսկ վերջին անգամ Հայաստան Լավրովն այցելել էր 2022 թվականին։ Մենք հիշում ենք նաև, որ մոտ ժամանակները սպասվում է Ռուսաստանի Դաշնության ժողովի նախագահ Մատվիենկոյի այցը Հայաստան, այսինքն Հայաստանը նորից հայտնվել է ռուսական ուշադրության կենտրոնում։ Այսօր մենք եթերում կզրուցենք Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ, որին բոլորը կարծում եմ ճանաչում են, քաղաքական վերլուծաբան, նախկին падգամավոր։ Շատ կարևոր այցելություն էր կարելի ասել Ռուսաստանի արտգործնախարարի այցելությունը Հայաստան, որովհետև նախ ինքը արտգործնախարարը Ռուսաստանի իշխանական բուրգում շատ կարևոր տեղ է զբաղեցնում եւ բավականին ծանրակշիռ է, նույնիսկ իր պաշտոնից ավելի ծանրակշիռ դեմք է եւ նկատելի է, որ նրա այցելությունը հենց այնպես պարզապես ֆորմալ այցելություն չէր, որը սովորաբար անում են արտգործնախարարները տարբեր երկրներ, այլ մի տեսակ նշանային իր մեջ իրադարձություններ, նշանային նաև մեսիջներ էր պարունակում, մանավանդ որ Լավրովը Հայաստան այցելության օրերին նաև ունեցավ հանրային գործիչների հետ հանդիպումներ, մի շարք ասուլիսին հայտարարություններ արեց, որոնք բավականին ուշագրավ էին եւ հետաքրքիր նրբություններ էին իրենց մեջ պարունակում։ Իհարկե մենք ավելի շատ սևեռվեցինք Լավրովի այցի ժամանակ արևմտամետների այդ ակցիաների վրա, գրեցինք, ներկայացրեցինք, որ մի 10-20 հոգանոց ակցիաներ կազմակերպեցին, տարբեր տգեղ կարելի ասել, հա, պաստառներով դիմավորեցին հարևան երկրի արտգործնախարարին, որը անկախ ամեն ինչից չենք կարող ոչ խրախուսել, ոչ ողջունել, ոչ էլ համարել, որ դա նորմալ է։ Իդեպ ես խմբագրական էի գրել այդ մասին, ուզում եմ պատմել մեզ լսողներին, որ ասում էի, որ կարող ենք նույնիսկ ինչ-որ հանդիմանություններ, ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին, հա, ինչ-որ բաներում մեր դժգոհությունը արտահայտել, բայց կա չափ, հա, կա ձև։ Այդ մարդասպան պաստառներով եւ այլն դիմավորել Ռուսաստանի արտգործնախարարին ամեն դեպքում դա դաշնակցային հարաբերությունների չի բխում, հակառակը բխում է պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականությունից, որը վարում է մեր իշխանությունը։ Խնդրեմ, ինչպես կգնահատես Լավրովի այցը եւ քո կարծիքով գոհ գնաց, թե դժգոհ գնաց Հայաստանից Լավրովը եւ ինչ հետեւություններ կարող ենք անել ընդհանրապես այդ այցից։ Շնորհակալություն հրավերի համար, ինձ համար գիտեք միշտ շատ հաճելի տաղավար է եւ բացի դրանից միշտ ստացվում է ձեզ մոտ ավելի, հա, չեմ ասի բաց խոսել, միշտ էլ բաց եմ խոսում, ավելի հասկանալի տրամաբանական շղթա կառուցել եւ քանզի մենք խոսացինք հասկանալի տրամաբանական շղթաներից, ապա թույլ տվեք մի պահ, հա, վերադառնալ այսպես կոչված արևմտամետեր, չնայած իրանք արևմտամետ չեն, չեմ ուզում անձնավորեմ, բայց արևմուտքի հետ այդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն, բացի ֆինանսա-վարկային կապերից, ըստ երևույթի, հա։ Ֆինանսադրամաշնորհային։ Ես, հա, սենց ձևակերպեմ, շատ պարզ պատճառով, որովհետև կլինի մարդ արևմտամետ, կլինի ոչ արևմտամետ, իրանամետ, ռուսամետ եւ այլն, հա, կապ չունի։ Ամենակարևորը մարդ լինի հայամետ։ Ոչ մի պարագայում կասկածի տակ չդնելով յուրաքանչյուր մարդու, հա, տեսլական արևմտամետի կամ ռուսամետի կապ չունի, հա, հայրենասիրությունը, այնուամենայնիվ ես մի հարց ունեմ, որը բարձրաձայնել էի եւ կարծում եմ պատասխանը ակնհայտ է։ Իսկ ինչ եք կարծում, եթե օրինակ ինչ-որ մի իրավիճակ ստեղծվի, որ Թուրքիայի արտգործնախարարը գա Հայաստան, կկանգնեն պլակատներով։ Էրդողանի պատկերը վրա ճապացած մարդասպան կմտնեն այդ ֆանտանի մեջ սենց կկանգնեն, չէ, բնականաբար չէ։ Շատ պարզ պատճառով, տեսեք, մենք ունենք շատ կարևոր չեմ ուզում ասեմ սխալ, ընկալման թյուր ըմբռնում, որ սիրել չսիրել կատեգորիաներով ենք շարժվում առհասարակ քաղաքականության մեջ։ Այսինքն սիրում է
Այսի մեզ չի սիրում, չէ, Ժորժ ջան, սիրել չսիրելու խնդիր կանգնած չի։ Այսինքն, այստեղ Ռուսաստանը սիրել չսիրելու խնդիր չի, Արևմուտքը սիրել չսիրելու խնդիր չի։ Իդեպ ես օրինակ Եվրոպան ուղակի, հա, եվրոպական իսկական մշակույթը, իսկական իրենց պատմությունը, ու մենք բոլորս ենք, հա, մեծացել, նաև որքան հայկական մեր մշակույթի եւ պատմության հիման նույնքան ռուսական եւ եվրոպական։ Բայց հիշեք գրքերը, որը մենք կարդացել ենք։ Եվ ինչի համար այսպիսի նախաբան Լավրովի այցը Հայաստան ինքը հետապնդում էր առաջին հերթին շատ երկար էր նախապատրաստվում։ Կհիշեք առաջին անգամ Լավրովի այցի մասին թերևս հենց նոր տարուց Առաջ են խոսել, այո։ Բայց դրա հետ մեկտեղ այնքան արագ է դինամիկան քաղաքական զարգացումների Հայաստանի շուրջը Հայաստանի ներսում, որ ես ավելի քան վստահ եմ, որ հա պարզաբանումներ էին գնում գերատեսչությունների միջև։ Մինչև վերջին պարզաբանումը չլինի, ոչ մի այց չի լինի։ Դա այդպես է, գերպետությունները այդպես են աշխատում։ Եվ երբ որ Լավրովը գալիս էր այստեղ, ինքն ուներ երկու նպատակ։ Նպատակ համար 1. Ի վերջո հասկանալը Հայաստանի Հանրապետության ներկա իշխանությունը ինչա ուզում։ Իրա ուզած է ինչա Ռուսաստանից նկատի։ Առհասարակ։ Ռուսաստանը ասում է ուզում եք գնա Արևմուտք, խնդրեմ գնացեք, բայց դրա դիմաց այն պրեֆերենցիաները, որը դուք ստանում եք Ռուսաստանից եւ եվրասիական վեկտորից դուք զրկվելու եք, դա նորմալ է։ Եթե դուք գնում ես Անընդհատ ասում են չեք կարող եւ այնտեղ գնալ եւ դա նորմալ է։ անդամ։ Ասեմ ձեզ ավելին ու Եվրոպան էլ է նույնը ասում։ Ճիշտ է, Եվրոպան ավելի ամբարտավան, ու հավաքական հակառուսական արևմուտքը, այսպես ասենք, հա, ամբարտավան արտահայտություններ անում։ Բայց այնուամենայնիվ ընտրություն են դնում։ Մեր արժեվ ու դա ճիշտ է։ Եթե դու գնում ես այս վեկտորից այն վեկտորը, դու պետքա հրաժարվես օրինակ ԵԱՏՄ-ից, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության որոշ տվյալներով 86%-ի ապահովում է, իսկ ի՞նչ է տնտեսությունը։ Դա ձեր հարգելի հեռուստադիտողներ, աշխատավարձներն են, թոշակներն են, կոմունալ գներն են, հացի գինն է։ Ակամայից հիշեցիք։ Եվ մյուս ապրանքների գները։ Առհասարակ։ Ամեն ինչ ի վերջո։ Սա մեկ, երկրորդը։ Լավրովի այցը հետապնդում էր հետևյալ մի մեսիջ, առաջինը։ Ախպեր, եթե գնում եք ընդ եկեք մի հատ հասկանանք ոնց է գնում եւ մեր հետագա քայլերը։ Պարզա որ հայկական կողմը որքան էլ ասենց խրող ձայնով ինչ որ բաներ չխոսա, հա, տարբեր եվրոպական հարթակներում, հա, իրաց լուրջ տեցի եվրոպացիների տեղ դնելով շատ ծիծաղելի է։ Սա չեմ հեգնում, սա իրականում մարդկային ու լուրջ դեմքով բաներ են խոսում ընդ։ Գոյություն ունի իրականություն, ումա ձեռնտու Հայաստանի Հանրապետության գոյությունը ֆիզիկական տարածաշրջանում, ձեռնտու, դրեք մի կողմ սիրել, չսիրել, ձեռնտու, ումա ձեռնտու, երկու աշխարհաքաղաքական կենտրոնա, որ ունի ծայրահեղ հետաքրքրություն Հայաստանի գոյության։ Իրանը եւ Ռուսաստան վերջ էլ չկա։ Ինչի համար, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի արկայության դեպքում ապահովում է իր համար, իր հարավային ֆլանգի, հա, այսինքն իմիջիալոց մինչև Միջին Ասիա, որովհետև մենք գիտենք պանթուրքանական պրոյեկտի քարտեզագրումը, հա, Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահման, եւ իր հյուսիսային Կովկասը։ Դա նորմալ է։ Ինչպես մենք օրինակ ապահովենք, հա, սենց ասած, մեզ էլ ձեռնտու է, որ Ռուսաստանը լինի այնտեղ այդքան մեծ, որովհետև մենք այդ մեծ պետությունից հաց ենք առնում։ Օրինակ, ցորեն ենք առնում այժմ գներով։ Այսինքն պետք չի ներվել։ Մեր համար շուկա է դա, նաև Իրանի ապրանքների համար է շուկա նաև։ Միակ շուկան իմիջիալոց ընդգծում։ Իրանի համար հետաքրքրությունը որն է, ինքը ունի բնակեցված թյուրքալեզու, հա, ցեղերից բաղկացած շատ մեծ մի տարածք, որը իրական Ադրբեջանն է, հա, իրական Ադրբեջանը, ոչ թե մտածածին, հա, թուրքական պրոյեկտի ներքո ձևավորված աշխարհաքաղաքական մի կոնգլոմերատ, որը այսօր մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետություն անվանումով, այսինքն իրանց էլ է դա կարևոր։ Հիմա մենք ինչ ենք անում։ Այս պարագայում մենք իբր, խոսքը գնում է իշխանությունների մասին, իբր խաղում ենք բալանսի վրա, այսինքն փորձում ենք բալանսավորել մեր հարաբերությունները Իրան եւ Ռուսաստան, Արևմուտք։ Ցավով պետք է արձանագրենք, որ դա բալանս չի, դա տրենգի է, ընդ որում սեղանի վրա իրանց արժև։ Ես լարախաղաց եմ ասում, բայց տրենգին էլ տրենգի է։ Տրենգի է, չգիտեմ, թուրքական տրենգի, ադրբեջանական, թե իմ համար դժվար ասել, բայց դա տրենգի է իր տրամաբանության մեջ։ Ինչի համար, որովհետև խոշոր խաղացողները հավատացնում եմ ձեզ, իրանք իրանց
տեսլականի ներքո այս պարագայում քու բալանսավորումը ընկալում են որպես առաջին հերթին անվստահություն, այսինքն քեզ չեն կարող վստահել։ Քեզ ոչ Եվրոպան է Չգիտեն վստահում։ վաղը դու քո տրենգիով որ կողմ Քեզ ոչ կգնաս։ Եվրոպան է վստահում, ոչ Ամերիկան է վստահում, ոչ Ռուսաստանն է վստահում, ոչ Իրանն է վստահում։ Եվ դա բերում է հետևանք։ Վստահում է մենակ Թուրքիա, Ադրբեջանը, որովհետև ինչ ասում են, հալած յուղի պես թե անցնում է, մեզ են նախապատրաստում են որոշակի գործընթացների։ Երբ որ անդրադառնում ենք Լավրովի այցին, եկեք մի հիշենք այցից առաջ ինչ էր կատարվում։ Խոսքը գնում է արտաքին վեկտորի մասին։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, Փաշինյանը, Միրզոյանը, չէ՞, արտգործնախարարը եւ վարչապետը գնացել էին Տիրանա, Ալբանիա, եվրոպական մեծ հավաքի։ Ես չեմ ուզում անդրադառնամ նկարներ, վիդեո, նյութեր, խեղճացած վիճակ, բան, դրեք մի կողմ այդ։ Գնում են այնտեղ եւ հանդիպում են ըստ էության Եվրոպայի խոշորագույն խաղացողների հետ, ում մեզ իրենք խափում էին, ես պնդում եմ, որ խափում էին, որ ախպեր, եթե հանգած Ռուսաստանը եւ օրինակ Իրանը, հա, որոշեն տարածաշրջանից դուրս գան կամ մենք անենք այնց, որ իրանք դուրս գան տարածաշրջանից, ֆրանսիական, բելգիական եւ Լիխտենշտեյնի զորքերը կգան ու մեզ կփրկեն։ Հիշում եք, չէ՞, հիմարությունը։ Բայց այդ հիմարությունը մարդկանց գլխի մեջ նստեցրեցին։ Ընդ որում մարդիկ հասկանում են, որ սա հիմարություն է, բայց կատաղի հակառուսական եւ հակաիրանական, այո, հակաիրանական նաեւ նարատիվների ներքծման, ներբեռման դե լավ, հա, մարդկանց ենթագիտակցության մեջ այս process-ի մեջ իրանք ունեն մի հատ խնդիր։ Այլ ընտրանք ցուցաբերեն, գնում են Եվրոպա, վստահաբար եմ ձեզ ասում, ես չունեմ տեղեկություն, բայց տրամաբանությունը դա է ասում։ Գնում են Եվրոպա, ըստ երևույթի եվրոպացիները ասում են, այ ձեր ասումներն են։ Մեկը լինի մեր անվտանգությունը ապահովի։ Ու իրականում դա այդպես այսօր Եվրոմիությունը ծանրագույն իրավիճակի մեջ է։ Արգելի հեռուստադիտողներ, օրինակ եվրոպական պետությունները քննարկում են որոշ պետություններին, օրինակ ձայնից զրկել։ Սուր տարաձայնություններ ֆինանսավարկային ներեվրոպական խնդիրների։ Խայտարակ անկում տնտեսական։ Չեմ ասում Եվրոպան վարի է գնում, ոչ։ Այո, բայց Եվրոպան վարի չի գնում։ Եվրոպան հիմա իր հարցերն է փորձում լուծի։ Եվ թերևս հենց դա էլ պատճառն էր, որ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը շատ զարմանալի պատասխան տվեց, երբ որ հարցրեցին արևմուտք գնալու մասին Հայաստանի։ Ալբանիայից հետո Այո, ասաց մենք չենք քննարկում, մենք դիմում չենք ներկայացրել Եվրամիության անդամակցման եւ նման բանակցություններ չեն ընթանում։ Ընդ որում այդ հայտարարությունը բավականին ցավոտ են տարել մեր արևմտամետները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ մեծ հայբույ եկեք մի անգամից ասենք։ Մեր հեղինակներից մեկը ասում է Եվրադաշիկ դրանց։ Հա, չգիտեմ։ Ասում է Եվրադաշիկը անցկացրեց օրենք, որով մեկնարկը տվեցին Եվրամիությանը անդամակցելու գործընթացի, հա։ Ոչ ոք չհասկացավ իհարկե դա ինչ օրենք է, ինչ է ենթադրում, ինչ պետք է անեն այդ օրենքի շրջանակներում, բայց պարզվեց, որ Արարատ Միրզոյանը կամ այդ օրենքից ծանոթ չի, կամ այդ օրենքը չի համարում իր համար կիրառման ենթակա, կամ ոչինչ չի տեղի ունենում այդ գործընթացով, բայց շատ տարօրինակ հայտարարություններ ամեն դեպքում։ Նույնիսկ մարդիկ զարմացան, ասացին, որ Արարատ Միրզոյանը ընդամենը, եսի մի քանի ամիս առաջ ասում էր, մենք պատրաստ ենք, մենք գնում ենք, Նիկոլ Փաշինյանն ասել էր, մենք կմոտենանք Եվրամիության այնքան, ինչքան թույլ կտա, Ալեն Սիմոնյանն ասում էր, որ մենք վտանգ ենք տեսնում մեր հյուսային հարևանից, չգիտեմ, մեր ներկայությունը հապկի կազմում, չգիտեմ ինչ, մեր սպառնում է մեր անվտանգությանը։ Այս բոլոր հայտարարությունից հետո նման հայտարարություն լսելը բավականին տարօրինակ էր, այդպես չի։ Երբ որ մենք խոսացինք վստահության կորուստը բոլորի կողմից, հա, ինքը կիրառական նշանակություն ունի մեզ համար, մեր անվտանգության համար։ Դա մարդիկ չեն, այսինքն դու ոչ թե օրինակ Լավրով, Բորել, Պուտին, Շարլ Միշել, հա, չնայած ինքը հիմա չկա։ Ֆոն դեր Լայեն կամ Մակրոն։ Մենք անձնավորում ենք խնդիրներ, ոչ չի կարելի անձնավորել։ Գոյություն ունի հետաքրքրությունների շրջանակ։ Եվ այդ հետաքրքրությունների շրջանակում այս իշխանությունը արեց ամեն ինչ, որ ինքը ոչ թե լինի սուբյեկտ տարածաշրջանում, որի հետ գոնե մի քիչ կարելի է ինչ-որ բան խոսալ, այլ օբյեկտ, իսկ օբյեկտ ինքը դարձավ ոչ միայն թրքաբարո, ադրբեջանամետ քաղաքականության ներքո, այլ որովհետև ինքը անվստահելի է։
Ներողություն, մի երկրի ղեկավար, երբ որ ուղակի վիրավորանք է հնչեցնում իր օպոնենտներին, ներսը, իսկ դուրսը 2.5 դեցիբելից ավել ձայնը չի բարձրացնում, դա վերլուծվում է, դու սախր հասկանում, սա իմ իշխանությանն եմ ասում։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ուզում անել, ես հասկանում եմ այդ Ջին Շարպի գիրքը կարդացել եք, գիտեմ, բայց առաջի հատորն են կարդացել, երկրորդը չէ, էլի։ Հետո երկրորդ հատորը որ կարդացել են, sense բաներ չէին անի։ Ես հասկանում եմ մասսաների կառավարման այդ soft power-ի փափուկ ուժի մեթոդաբանությունը, բայց Ժորժ ջան, մինչև դուք տեխնոլոգիաներ եք ինչ որ փորձում կիրառել ներ հասարակական, հա, շարժը ապահովելու համար, արտաքին ճակատում մեզ համար ճակատագրական գործընթացներ են տեղի ունենում, եւ այստեղ նույնիսկ Թուրքիա եւ Ադրբեջանի գործոնը չի։ Իրենք կլանող են եւ իրանք օգտագործող են այդ արտաքին ճակատում տեղ ունեցող, այո, խոսքը գնում է նույն ռուս-ուկրաինական օրինակ հակամարտության, չնայած ինքը ռուս-ուկրաինական հակամարտություն չի, դա հին նեոգլոբալիստական աշխարհի պայքարն է նոր աշխարհակարգի հետ, ոչ թե դեմ, այլ հետ։ Իզուր չէ, որ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքի բազմաթիվ երկրներ, որոնք կարծես թե իրենց շատ դժվար է անվանել ռուսամետ կամ պրոռուսական, հա, այսօր Ռուսաստանի հետ գաղափարական առումով մի ուղի վրա են։ Չէ, ով կարող մտածել։ Բայց մենք եկանք այս եզրակացությանը։ Այս ամենի մեջ գծվում են աշխարհակաղակական սահմաններ նոր, միշտ այդպես է եղել։ Նայեք, պատմագրական դե լավ, սենց ասեմ, դինամիկան, երբ որ նայում ես 50-70 տարի մեկ սահմաններ է փոխվում երկրագնդում։ Հիմա, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայտարարում ասում է, ախպեր, մենք այս process-ի մեջ օրինակ մեր ուզածը, որ մենք ունենանք անկախ ինքնիշխան պետություն, 29700 քանի կիլոմետր։ Ձեր ուզածը շատ քիչ է։ Դուք կարող շատ բան ուզեք, չնայած ես կասկածում եմ, որ իրանք էդի ուզում են, իրանք ուրիշ բաներ են ուզում։ Բայց այնուամենայնիվ վերցնենք, որ ենթադրենք ուզում են, բա որ ուզում ես։ Դու ինչով ես մտածում, խոսքը իշխանական բուրգի մասին է, երբ որ գնում ես ուղակի առճակատման, օրինակ նույն Ռուսաստանի հետ։ Ուղակի առճակատման, ուղակի մի պետության, որը ներողություն աշխարհի ամենամեծ պետությունն է, ամենամեծ միջուկային զինանոցը ունի ու որի համար քո արկայությունը տարածաշրջանում, այո, շատ կարևոր նշանակություն ունի, բայց կրիտիկական նշանակություն չունի իր գոյության համար։ Բայց քո գոյության համար կրիտիկական նշանակություն ունի դու այդ աշխարհակաղակական կենտրոնի հետ նվազագույնը նորմալ հարաբերություն ունենաս։ Բայց դու դրա մասին չես մտածում։ Հասկանում եք, ինչու համար ես Ալբանիան բերեցի որպես օրինակ։ Շատ պարզ պատճառով, վստահաբար Ալբանիայում իրանց ասել են գնացեք ձեր հարցերը ոնց ուզում եք լուծեք, մենք չունենք ռեսուրս, սիրում ենք ձեզ, այր ուզում եք մի 150 օրական մի հատ բան ռեզոլյուցիա կգրենք, թե մենք ինչքան ենք հայերին սիրում, բայց մենք չունենք ռեսուրս, ասեմ ձեզ ավելի։ Եվ մեր օրակարգում չի ձեզ հիմա մեզ ինտեգրելը, Եվրամիություն ընդունելը։ Ինչ ինտեգրել, ինչի մասին է խոսքը գնում։ Եկեք հիշենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի եվրոպական հանձնաժողովի ղեկավարի կարևորագույն դիրքը, շատ լուրջ ներողություն, հա, ասենց շատ լուրջ մարդ է, կին է, շատ լուրջ իր դիրքով։ Այդ կինը գնում է Բաքու, ասում է Ժորժ ջան, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք խնդիր ունենք Միջին Ասիա եւ Ադրբեջանի էներգակիրները առանց ռուսների եւ իրանցիների վերահսկողության գոտիների հասցնենք մինչեւ Եվրոպա։ Ադրբեջանը Թուրքիայի հետ ինչ ասում, ասում է ուզում ես, մենք պատրաստ ենք, բայց մեջտեղը Հայաստան կա, թող մենք այդ Զանգեզուրի միջանցքը բացենք, որի հիմնական շահառուն Բրիտանիան է եւ Եվրոպան։ Հիմնական, իրանք դա բաց են ասում։ Դե բայց ուզում են ներկայացնել, որ Ռուսաստանն է այդտեղ ամենաշահագրգիռը այդ միջանցքն անցնելու հարցում։ Ընդ որում գիտեք, չէ, ռուսների հետ որ խոսում ես, իրենք չեն հասկանում ինչ ես ասում։ Իսկ իրանք ասում են, դե լավ, տրամաբանությունը ո՞րն է, որ մենք վերահսկենք, օրինակ, ինչերը, գրուզերը Թուրքիայից դեպի Միջին Ասիա, օրինակ, հա, ասում եմ, բայց ներողություն, մենք այնքան ունենք գործիքակաց վերահսկելու, որ այդ փուճուրի կտորի հետ կապված չի, չնայած ինքը առանցքային դեր ունի։ Կհիշեք, արևմտամետեր ասացիք, հիշեցի, դրանցից մեկը, որ լուրջ դեմքով, անունը չեմ ուզում տամ, կայնած, որ ժողովրդին համոզում էր, ասում եկեք բրիտանացիներին տանք,
Միջանցքը։ Իրանք կգան համ Միջանցքը կվերցնեն, թուրքերին չի հասնի, իրանք էլ տեր կկանգնեն։ Չգիտեմ, Մեկն էլ ասում էր ԶՊՄԿ-ն վերցնենք ռուսներից տանք բրիտանական ընկերություններին, թողան ստեղ ըստ երևույթի այդ մարդիկ տեղյակ չեն, որ Ադրբեջան պրոյեկտ է, առհասարակ բրիտանական պրոյեկտ է։ Ինքը իր ուղնուց ուծում ամեն ինչով բրիտանական պրոյեկտ է։ Թուրքիան 1932-36 թվականներից մինչև այսօրս ինքը բրիտանական պրոյեկտ էլ չէ, սիրած բալեն է բրիտանացիների։ Ես չեմ մեղադրում բրիտանացիներին, իրանց գործն է, իրանք իրանց շահերն են պաշտպանում։ Բա մենք։ Եվ այս պարագայում, երբ որ մենք համեմատական ենք անցկացնում, շղթա են կառուցում, Ալբանիա, Միրզոյանի հայտարարությունը, դա Միրզոյանի հայտարարությունը չէ, դա մեսիջ է Ռուսաստանին, որ ժողով ջան, հələ որ տենանք ինչ է։ Մենք ձեր Չէ, ձեր հետ չենք, ձեր հետ ենք, ձեր ստեղ խնդիրը նրանումն է, որ հավատացում եմ ձեզ, ներկա իշխանական բուրգը հիմար չի։ Հաճախակի փորձում են մարդկանց բայց ներկայացնել։ հաճախակի հիմարություններ անում է։ Եթե մարդ միտումնավոր հիմարություն անում, դա հիմարություն չի։ Հիշեք։ Միտումնավոր։ Դա կառավարման եւ իրավիճակի Այդ ինքը կժի տեղ դնելն է, հա։ Սենց ասել։ Տեղ դնել։ Սենց է, դա դուք ասեցիք։ Ես այս քաղաքագիտական նորմերով, այո, կժի տեղ դնել կամ չդնել, ես նորմալ։ Ստեղ խնդիրը նրանում է, իրանք շատ լավ հասկանում են ինչա կատարվում։ Իրանք հիմար չեն, իրանք գիժ չեն, իրենք նույնիսկ անգրագետել չեն, հավատացում եմ ձեզ, իրանց թիմի մեջ լավ ուսում ստացած, լավ հայավարի ասած, պարապցրած դեմքեր են։ Խնդիրը նրանումն է, որ իրանք երբ որ Ուրեմն Դավաճան են Արման այդ դեպքում ուրիշ բան չի մնում։ Իրանք նստում են իրար հետ խոսում են հետևյալ ձև։ Ասում են դե լավ, ստերից չունենք, շուտ հա պատդերժկեք։ Ռուս-ուկրաինական кейսը գնում է դեպի սառեցում։ Ակնհայտ է։ Այո։ Սառեցումից հետո ով է ուժեղանալու։ Ուկրաինան թե Եվրոպան։ Ռուսաստանն է ուժեղանում Միացյալ Նահանգների հետ, պլյուս իրանց BRICS եւ օրինակ Միացյալ Նահանգների տնտեսական կոնգլոմերատները, որոնցում իրենք կան։ Ռազմական, ֆինանսական, տնտեսական, դնում եմ մի կողմ, տնտեսականը ռազմական եւ դիվանագիտական ներուժը, որը կուտակվել է, որը պարապել է, որը ուժ է հավաքել այս ժամանակահատվածում դեպի ուր է գնալու։ Հարավային Կովկաս, մեր մոտ չէ։ Դուք Հայաստանի մասին չի խոսքը գնում։ Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա, ասեմ ձեզ ավելին։ Ավելի քան համոզված եմ եւ դա իմ ուզելը չի։ Ես օրինակ դեմ եմ յուրաքանչյուր լարվածությանը, հա, մեր տարածաշրջանում, բացի այն լարվածությունը, որը մեզ է ձեռնտու, սենց ձևակերպեմ, բայց այնուամենայնիվ, բայց օրինակ ռուս-թուրքական առճակատում ինքան խուսափելի է։ Իրանք այնքան են իրար ազդեցության գոտիների մեջ մտել։ Հասկանում եք։ Պետք է կարողանալ օգտվել այդ առճակատումից։ Հոգնենք գոռալով։ Այո, լինելու է այդ առճակատումը, բայց այդ առճակատման ներքո ոչ թե ռուսը Թուրքիի հետ կռվելու է, մենք մեջտեղը տուժենք։ Ուրեմն ռուսը Թուրքիի հետ կռվի թե չկռվի, մենք մեկա տուժած ենք, որովհետև Թուրքիայի համար մեր արկայությունը, նույնիսկ այն մարդկանց, ովքեր պատրաստ են իրանց ազգանունը փոխեն, թուրքերեն խոսան, թուրքի ոտը պաչեն։ Ինչ ուզում են անեն, դու մեկա էթնիկ կուծակումով, յան մենակ ազգանով, դու իրանց չեք, ախր ուր է սպառնայինք։ Դու խոչընդոտ ես։ Որովհետև եթե դու սպառնալիք ես, քեզ մատով ձեռ չեն տա։ Եթե դու վտանգավոր ես, քեզ մատով ձեռ չեն տա։ Եվ գիտես, անընդհատ դրա մասին, դրա հետ կապված մենք ապացույցներ ունենք։ Անընդհատ գնում է Ալբանիա, Տիրանայում հանդիպում է Ալիևին, սուրճի է հրավիրում, ջերմ ժպտում են, իրար հետ նստած խոսում են, հետ են վերադառնում, Ալիևը հայտարարություններ է անում։ Թուրքիայից հայտարարություններ են հնչում։ Ադրբեջանցիները պիտի վերադառնան Հայաստան։ Պիտի Միջանցքի հարցը լուծվի, չգիտեմ, էս պիտի անեք, այն պիտի անեք, նոր պայմաններ, նոր սպառնալիքներ, նոր շանտաժներ, լավ, ինչ է նշանակում այդ ջերմ ժպիտները, իրար հետ սուրճ խմել։ Եթե դու սուրճ խմելու առիթը չես օգտագործում, ոչ խոսում ես Բաքվում դատվող գերիների մասին, ոչ խոսում ես, որ
իր սպառնալիքները դադարեցվեն, որ ինքը ճանաչի քո ինքնիշխանությունը, հարգի քո անձը, քո երկիրը, պետությունը, բա դու ինչ սուրճ ես խմում, ինչ ես անում, ինչ եք զրուցում, Մեհրիբանի ու Աննայի որպիսությունից եք խոսում, ինչի մասին է այդ զրույց կարող է գնալ այդ երկու պետությունների ղեկավարների միջև։ Տեսեք, Փաշինյանը խնդիր ունի։ Իրա Նիկոլ Փաշինյանը եւ դա իմիջիալս նորմալ է, յուրաքանչյուր կառավարող ուժ ուզում է վերարտադրվի։ Յուրաքանչյուր, չկա մի կառավարող ուժ, որը մեկ էլ մի օր ինքնակամ կասի հոգնել եմ, գնացի ես։ Չէ, դա լինում է, որ հոգնում են հրաժարական են տալիս։ Չէ, հրաժարականի մասին չի, բուրգի մասին է խոսքը գնում։ Բուրգի, շփոթ են կանձերին բուրգի հետ։ Եվ այս պարագայում այո ինքը շատ լավ հասկանում է, որ իրենց կեցության, հա, հիմնական երաշխիքը իրանք են դա այդ իրավիճակը ստեղծել, դա Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ հայտարարությամբ ազդում են ներհայկական գործընթացներին, լիարժեք։ Անցնում ենք առաջ։ Ինչ ազում Ադրբեջանը։ Եկեք միացել էլի բացենք։ Ինչ ազում Հայաստանը, ինչ ազում Ադրբեջանը, ինչ ազում Թուրքիան, ինչ ազում Եվրոպան, ինչ ազում Ռուսաստանը։ Շուտ մի հատ թռուցիկ անցնենք։ Հայաստանը ուզում է խաղաղություն, պայմանական, մեզի ձեռք չտան, մենք վտանգ չներկայացնենք, մեզ հանգիստ թողեն, մենք ապրենք։ Ինչ ազում Թուրքիան։ Թուրքիան ուզում է խաղաղություն, բայց խաղաղությունը ինքը տեսնում է միայն եւ միայն թուրքական տրամաբանության ներքո, այսինքն մեծ Թուրանի տրամաբանության ներքո, որի պարագայում Հայաստանի Հանրապետության արկայությունը բացառված է, չկա պարզապես։ Ինչ ազում Ադրբեջանը, նույնը ինչ ուզում է Թուրքիան, պլյուս ոչ թե թուրքերը գան այստեղ գրավեն, այլ ադրբեջանցիները գան։ Ինչ ազում Եվրոպան։ Եվրոպան ուզում է գազ, նավթ, իր համար նորմալ պայմաններ, իր բնակիչները, եվրոպացիները նորմալ ապրեն։ Կլինի Հայաստան չի լինի, իրանց հետաքրքիր չի։ Եվս թե պատերազմ չլինի, իրանք խնդիր չունենան, Ինչ ազում Ռուսաստանը։ Ռուսաստանը ուզում է իր հարավային ֆլանգերը պահի, Ռուսաստանը ուզում է իր հարավը անվտանգ լինի։ Իր ներկայությունը ապահովի Կովկասում։ Այո, ինչ ազում Իրանը, Իրանն էլ ուզում է իր հյուսիսային շրջանները նորմալ ունենա։ Հիմա, երբ որ մենք այդ բոլորի ուզածը նայում ենք, մենք գալիս ենք մի հետևության, որ բոլորն էլ ուզում են խաղաղություն։ Չկա մեկը, որ ասի ես ուզում եմ կռիվ, բայց խաղաղության տեսլականը, երբ որ այս իշխանությունը խաբելով, նենգաբար ստելով, գժվցնելով մարդկանց իրականում, հասարակ մարդկանց, ովքեր միգուցե այս ելևեժների մեջ խորացված չեն այսքան։ Իրանք լսում են հմեկ, իրանք միացնում են, չգիտեմ ինչ, ու տենց բան են անում։ Երբ որ այդ մարդկանց ասում են պատերազմից վատ բան չկա, գիտեք իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են ցեղասպանությունը ավելի լավ բան է, քան պատերազմը։ Մարդկանց տանից դուրս հանելը, դուրս շպրտելը ավելի լավ է, քան պատերազմը։ Այո, ասում են Արցախի հարցը լուծեցինք։ Արցախը դատարկեցինք, լուծեցինք։ Հիմա Արցախում խաղաղություն է։ Ես հարց եմ տալի ուղիղ, մենք էս խաղաղությունն ենք ուզում, մնացած իրանց բարբաջանքները, որ իրանք դա անում են անկախության ու ինքնիշխանության համար, որ իրանք տենց ուժեղ կռվող են, այո, անում են անկախության եւ ինքնիշխանության համար, բայց Հայաստանի սա կապ չունի, Հայաստանի անկախության ինքնիշխանության մասին չի ըստ երևույթի խոսքը գնում։ Որովհետեւ տրամաբանությունը քայլեր, ես չեմ մեղադրում։ Ես չեմ ասում լավա վատա։ Ես պարզապես փորձում եմ տրամաբանությունը մենք ճիշտ ընկալենք։ Բավական է մենք մեզ խափենք պատրանքներով ապրենք։ Ժողովուրդ, լավ չի լինելու այս տրամաբանության ներքո։ Չի կարա լավ լինի։ Դուք Թուրքիան հիշատակեցիք։ 2 օր առաջ Թուրքիայի իշխանությունների ուղղակի հովանավորության ներքո տեղի ունենում մի մեծ կոնֆերանս, անունը դրել են իրավական արևմտյան Ադրբեջանի իրավական վերադառնալու ասպեկտներ։ Ուրեմն Ժողովուրդ ջան, երբ որ մենք խոսում ենք, մեկը կա, ասում է դե լավ թող խոսան իմ արևմտյան աշխարհը չգիտի, չէ, արա չգիտի աշխարհը խորապես փչած ունի։ Ինչ խոսում են իրականացնում են, այդպես չի որ խոսեցին անցան։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Այդ գործընթացի ներքո, ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն, Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերի ոտնահարում հանուն խաղաղության։ Նույնիսկ զինանշանի փոփոխություն են արդեն պահանջում, Հայաստանի հիմնարար անվտանգային ճարտարապետության քանդումը, Արևմտյան Ադրբեջան խոսույթի դիվանագիտական ձևակերպումը, որը անում է Ադրբեջանը եւ որին Հայաստանի Հանրապետությունը չի դիմադրում, Հայաստանի Հանրապետության բնակեցումը 100 հազարավոր
թրքալեզու, ու կովկասյան թաթարներ են իրանց ասում ադրբեջանցիներով։ Պատշաճ, ոչ պատասխան, ոչ արձագանք, ոչ մի բան հայկական կողմից չկա, բերում է մի հետևությանը։ Մեզ նախապատրաստում են կամ արագ կամ սողացող, սա կապված է կոնյունկտուրայից դրսի, օկուպացիայի։ Մեզ նախապատրաստում են օկուպանտի համար բոլոր պայմանները ստեղծելով իրավական, դա սահմանադրության փոփոխությունն է, բարոյահոգեբանական, Բանակը կազմալուծում են, այդ ամենը մեզ պատրաստում են օկուպացիայի, ինչի համար, որովհետև այս իշխանությունը միայն Հայաստանի Հանրապետության իրական օկուպացիայի ներքո, ես չգիտեմ, միգուցե իրենց չգիտեմ, իշխանության երկարացումն են տեսնում, ասենք մեղադրանք չի, դա այդպես է։ Երբ որ մեզ հորով տատու հեքիաթներն էին պատմում, միութենական պետություն, գուբերնիա, ինչ եղավ էդի։ Ինչ միութենական պետություն։ Ռուսաստանում այդ մասին չեն խոսում։ Ծիծաղում են մեր վրա, ասում են դուք գիժ չեք։ Կամ գուբերնիա, այդ գուբերնիա բառերը, ուրեմն տեսեք ինչ են անում։ Վիլայեթ ուրեմն ավելի լավ է, քան գուբերնիա։ Ինչի համար եք դուք երկընտրանքի առջև դնում։ Այն մարդիկ, ովքեր ասում են, չէ, չի կարելի։ Թուրքը մնում է թուրք այն պարագային, որ ինքը չի փոխում իր տեսլականը։ Չգիտես ինչու։ Բոլոր հիմնարար անվտանգային կետերը, նյարդային կետերը, որոնք մեզ բարոյահոգեբանական առումով պահում էին եւ ստիպում էին դիմադրել, դուք այսօր ոչնչացնում եք ցեղասպանության հարցից պրծած, որը կատարյալ անգրագիտության գագաթ է, կատարյալ, ասում էր այսպես ժողովուրդը ուրեմն պետականություն չուներ, աշխարհակաղակական մեծ կենտրոնները ռուսի վրա էր էլի գցում։ Խաղացեցին թուրքերը ստիպված մեզ կոտորեցին։ Ինչպես ստացվեց, որ ցեղասպանություն տերմինը մտավ 60 քանի թվականից։ Տեղյակ չի, ուրեմն ստացվեց նրանից, որ 45 թվականին Ռաֆայել Լեմկինը հрьяաների կոտորածը ձևակերպման համար Նյուրնբերգյան process-ից առաջ վերցրել էր հայկական կոտորածները եւ հենց հայկական կոտորածների վրա էր այդ տերմինը բանել։ Եթե տեղյակ չեք, տեղյակ եղեք։ Հայ, իջալոց Ռաֆայել Լեմկինը ռուս չի։ Ուրուգվայ եւ Պարագվայ կամ Լատինական Ամերիկայի պետությունները, որոնք առաջինն էին ընդունում ցեղասպանությունը որպես իրականություն, իրանք KGB-ի կողմից ստեղծված է սիրում են, չէ՞, կան, չէ՞, միջև հիմա գժեր, որ գիտեն KGB-ն կա։ Թելադրված չէր։ Ախր Ժողովուրդ ջան, սաղից գժի տեղ են դրել, դուք չեք հասկանում, ստե ռուսին պաշտպանելու, չպաշտպանելու հարց չեկեք, մենք մեզ պաշտպանենք։ Չէ, հետո գիտես, մի պարզ բան պիտի հասկանան մարդիկ։ Ռուսաստանում կա ահռելի հսկայական հայ համայնք, Ռուսաստանի հետ մենք 70 տարվա կյանք ենք ունեցել եւ Հայաստան պետությունը պահպանվել է, Թուրքիայում կա նվազագույն քանակի հայ եւ Թուրքիայի սահմաններում ազգանունները չեն կարող։ Այո, եւ Թուրքիայի տարածքում չի կարողացել հայկական պետությունը գոյատևել։ Այդ արդեն քաղաքականություն ցույց է տալիս, չէ՞, Ռուսաստանը ինչ քաղաքականություն, Թուրքիան ինչ քաղաքականություն։ Ռուս-թուրքական դաշինք։ Արա սպտավ ես մի անգամ փորձեմ, ասում ինչու՞մն է ձեռնը դու։ 13 անգամ իրար հետ կռիվ են, ասա ռուսին պաշտպանելու հարցը չի, հիմնավորեք, չկա հիմնավորում։ Խելքները մարդկանց անենց են լվացրել, այսպես մեկ էլ հանդիպում ես դատարկ աչքերով ունես բան կարան ասել։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի գաղտնիք էլ բացան։ Արցախի դեպքերից հետո Ռուսաստանի նկատմամբ նեգատիվը շատ կա, եւ դա չենք կարող Իհարկե, շղթել։ բայց դրա հետ մեկտեղ էլ գոյություն ունի հետեւյալը։ Եթե դու ունես հարցեր եւ խնդիրներ, գնա խոսա։ Այո։ Չէ, հետո Լավրովը խոսեց, չէ, Հայաստանում։ Ես այն գլխից էլ ասեմ 22 թվականին, երբ որ Պրագայում անսպասելի 22 թվականին, երբ որ Պրագայում հանձնեցին Արցախ, գցեցին Թուրքի բերանը։ Արցախի ումեն Թուրքին բերանը չգցեցին միայն Արցախը։ Իրանք գցեցին այն մանդատը, որը ուներ նույն խաղապահը, էդ էլ գցեցին Թուրքի բերանը։ Ուրիշ բան, որ այո, Ռուսաստանում էլ միանշանակ բա գերպետություն է։ Տարբեր լոբիստական խմբեր են աշխատում։ Թուրքու լոբիստական խմբերը դուրս է սանում, դաշտ տալիս է Թուրքին, ասում ես ինչ ուզում ես արա։ Ժորժ ջան, ոչ ռուսը մեզանից ավել մեր երկիրը կսիրի, ոչ ամերիկացին, ոչ իրանցին, ոչ եվրոպացին։ Միակ կարևորագույն դրույթը։ Եթե դու ուզում ես, որ քու հետ հաշվի նստեն բոլորը, ռուսը, եվրոպացին, ամերիկացին, թուրքը, արա եղի հայամետ, աբսուրդի ենք հասել։ Եվ մի քիչ էլ արժանապատվություն Դա ինքը դրա մեջ է պետության շահերը կարողացիր պաշտպանել, մի քիչ էլ պինդ պահի քեզ, մեջքդ ուղիղ պահի, այդ բանի ձմերուկ ծախողի կեպին մի դնի գլխից, ի վերջո 1000 բան կարող ենք, չէ՞ ասել։ Խնդիր կա։
Մարդիկ պետք է հասկանան, որ գաղափարախոսությունը ոչինչ ստորացված լինենք, նսեմացված լինենք, արժանապատվությունը խփենք գետնին, պատրաստ ենք ամեն ինչի կարևորը պատերազմ չլինի, այդ գաղափարախոսությունը բերում է պատերազմի։ Որովհետև եթե Ինչքան մարդուն վախեցար, այնքան ստորացնում են, այո։ զրկում են դիմադրելու ունակությունից, մի պատճառը ինչն է։ Կոտորածի մատիրալ սարքեն։ Կոտորածի ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդ ջան, ում տեսեք, մի արտահայտություն էլ էի լսում, թույլ տվեք, սա ուղղակի կտարակեմ չասեմ։ Ասում են մեզ հանգիստ կթողեն այն ժամանակ, երբ որ մենք վտանգ չենք ներկայացնի։ Սա մարդկանց մեջ նստած է։ Դա սկսած ցեղասպանության թեմայից, հա, որովհետև մենք վտանգ ենք ներկայացնում, այսինքն արդարացնում են Թուրքին, որ մեզ մորթում է։ Ընդ որում փորձելով գցել տարբեր, ինչ որ մի մասը ֆրանսիացիների գրպանն է փորձում գցի ցեղասպանության թեման, ինչ որ մի մասը ռուսների, բայց մի հատ հարց տամ։ 1894 թվականին ոչ Ֆրանսիան կար, ոչ Ռուսաստանը տարածաշրջանում Աբդուլ Համիդը խի 300,000 հայ կողեց դանակի տակ 1 միլիոն էլ հույն։ Միջև 15 թիվը պարբերաբար կոտորելով 15 թիվը պիկն էր, այսինքն 15 թվին չի սկսել կոտորածը։ Շատ շուտ էր սկսել։ Բայց վերադառնալով թեմային, ուրեմն տեսեք, քո երկիրը ունի շանս լինի բարեկեցիկ անվտանգ մենակ մի տարբերակում։ Երբ որ դու վտանգ ես ներկայացնում այն աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային կենտրոնների համար, ովքեր քեզ ուզում են խփեն, ինչի։ Որովհետև քեզ խփել այդ դեպքում վտանգավոր կլինի։ Որովհետև քեզ խփելուց վտանգ կզգան, քեզ հանգիստ կթողեն։ Որովհետև երբ որ դու վտանգ չես ներկայացնում, քեզ միանշանակ սրբելու են տանեն, չկա սենտիմենտ քաղաքականության մեջ, ախր հասկացեք, չկա, այո դու պետք է վտանգ ներկայացնես Թուրքի համար, գոնե օրինակ արտաքին ճակատում ցեղասպանության թեման առաջ տանելով, ինչի համար էր դու տանում միջազգային հարթակում ցեղասպանության թեման։ Մարդիկ ասում են, մեզ դրանից ինչ, տոլիքը բան, ձեր երեխեքի անվտանգություն, որովհետև Թուրքիան վտանգ էր զգում քեզանից, Ադրբեջանը ամենախաղաղ տարիները երբ ա եղել։ Երբ որ դու վտանգ էիր իրան ներկայացնում, դու դադարեցիր վտանգ ներկայացնել, մտան տունդ։ Ցույց չես տալիս, այո, դու դառնում ես արդեն թնդանոթի միս, յուրացվող մի հատ տարածք, որը կարող է ցանկացած մեկը գալ, տրորել եւ Ուրիշ տարբերակ չկա։ Այո։ Շնորհակալ եմ այսօր այսքանը։